Աստվածաշնչյան ընթերցանություն, ամեն առավոտ, Չարլզ Սպերջեն, նոյեմբերի 7 Ահա ես իմ ձեռքերի ափերի մեջ դրոշմեցի քեզ, Եսայա 49:16 Կասկած չկա, որ որոշ զարմանքը, որ ամփոփված է ահա բառի մեջ, ինչը նշանակում է տես, պայմանավորված է աղի ողորմ տրտունջով, որ պարունակում է դրան նախորդող նախադասությունը։ Սիոնն ասաց. Տերն ինձ լքել է, և իմ Տերը մոռացել է ինձ։ Կարելի է պատկերացնել հավատացյալ հոգու վրդովմունքը այս չտեսնված անվստահության հանդեպ։ Ինչը կարող է ավելի զայրացնող լինել, քան Աստծո ընտրյալ ժողովրդի անհիմն վախերն ու կասկածները։ Տիրոջ նախատինքի խոսքը պետք է մեզանում ամոթի այրող զգացողություն առաջացնի։ Նա հարցնում է. ինչպես կարող էի ես քեզ մոռանալ, եթե իմ ձեռքերի ափերի մեջ եմ դրոշմել քեզ։ Ինչպես ես համարձակվում կասկածել, եթե նույնիսկ իմ մարմինը հիշեցնում է քեզ համար։ Օ, անհավատություն, ինչպիսի տարօրինակություններ ունես դու։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչի համար ավելի շատ զարմանամ, Տիրոջ հավատարմության, թե նրա ժողովրդի անհավատության։ Չնայած հավատարմության բազմակի դրսևորումներին, ամեն հաջորդ փորձության ժամանակ մենք տրվում ենք կասկածներին։ Իսկ Աստված մշտապես հավատարիմ է։ Նա անսպառ աղբյուր է, անմար, լուսատու, չխամրող գույն։ Եվ այնուամենայնիվ մեզ հանգիստ չեն տալիս տագնապները, տանջում են կասկածները, հետապնդում վախերը։ Ասես մեր Աստվածն օդապատրանք է անապատում։ Ահա բառը, որը ենթադրում է ահա, տեսնում եք կոչված է մեզ մոտ հիացմունք առաջացնելու, իսկ դրա համար ինչ խոսք կամ բոլոր հիմքերը։ Նույնիսկ երկինքն ու երկիրն ապշում են նրանից, որ մենք անհնազանդ ծառաներս այսքան մեծ բարեհաճություն ենք ձեռք բերել Աստծո մոտ, որ դրոշմվել ենք իր ձեռքերի ափերի մեջ։ Տերն ասում է. ես դրոշմեցի քեզ։ Նա չի ասում. ես դրոշմեցի քո անունը։ Անունն անշուշտ գրված է, բայց դա դեռ ամենը չէ։ Ես դրոշմեցի քեզ։ Տեսնում եք ինչպիսի ամբողջականություն է։ Ես դրոշմեցի քո անձը, քո կերպարը, քո վիճակը, քո հանգամանքները, քո մեղքերը, քո գայթակղությունները, քո թուլությունները, քո ցանկությունները, քո գործերը, իմ ձեռքերի ափերի մեջ։ Ես դրոշմեցի քեզ ամեն բան քո մասին և ամենն ինչ վերաբերվում է քեզ։ Դու ամբողջությամբ իմ ձեռքի ափի մեջ ես։ Երբեք մի ասա, որ Աստված լքել է քեզ, քանի որ նա դրոշմել է քեզ սեփական ձեռքերի ափերի մեջ։